ճնշումներով ասել է հարկ եթե լինի մենք կստիպենք որ դուք Նիկոլ Փաշինյանին աջակցեք նախ ընդդիմադիր հայացքներից համար իմ աշխատանքային դրույքը չէին մեկ դրույքը չէին ապահովում 20000 դրամ Լիաննա Գրիգորյանը կաշառք է ուզել Պարոն Ավարցյան դիմել եք մեր խմբագրություն նշում եք որ ձեզ աշխատանքից ազատել են ձեր ընդդիմադիր հայացքներով պայմանավորված կխնդրեմ առավել մանրամասն դուք ներկայացնեք որտեղ եք աշխատում ինչ հանգամանքների բերումով կորցրեցիք աշխատանքը Տեսեք ես աշխատել եմ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շտաբ բուժօգնություն ՊԲ-ում որպես հերթապահ բուժակ Ինքս էլ Արցախից վռնի տեղահանված անձնավորություն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող այսինքն ազգային պետական մտածելակերպ ունեցող քաղաքացի եմ Ուրեմն բազմիցս նշվել է որ ինձ եւ իմ նման հարյուրավոր մեր աշխատակիցների բռնաճնշումներով որ եթե հարկ լինի մեր տնօրինությունը հենց կոնկրետ ճնշումներով ասել է հարկ եթե լինի մենք կստիպենք որ դուք Նիկոլ Փաշինյանին աջակցեք հա Քանի որ ես միշտ ընդդիմացել եմ ես ինքս չեմ կիսել ես իշխանության հակապետական գործընթացները հենց կոնկրետ ես նաև որպես արցախցի հայտնվել եմ Թիրախի կենտրոնում Ուրեմն Շտաբ բուժօգնության ՓԲ նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, ով ներկայում քրեական գործեր հարուցված իր վրա բազմաթիվ մի շարք, հիմա զբաղեցնում է Երևան բժշկագիտական կենտրոնի տնօրենի հաստիքը, ամսի 4-րդ ամիս միակողմանի իմ աշխատանքային պայմանագիրը լուծարեց, ահա տեսեք, այս փաստաթուղթը ինքը լուծարեց իմ աշխատանքային պայմանագիրը, հարգելի հայրենակիցներ, հատկանշական այն հանգամանքը, որ նա միշտ նաև ես սրբազան պայքարի ժամանակ, երբ որ իմ անհամաձայնությունն է հայտնում ես իշխանության քվարած քաղաքականությանը, տնօրենը մի գեղեցիկ օր կանչում է իր աշխատասենյակ ճնշումներով նախ իմ գլխին ինչ որ գործեր էին ուզում բարթեին իբրև ես աշխատակիցներին այդ ժամանակահատվածում ստիպել եմ որ գան ընդդիմության հավաքներին մասնակցեն սակայն նման բան գոյություն չունի Դուք աշխատանքային ժամի եք մասնակցել ակցիաներին Միանշանակ ոչ ես հերթապահություններով էի աշխատում իմ ազատ օրերի հաշվին էի ես ակցիաներին բողոքի գործողություններին մասնակցում եւ սա այն տիպիկ անօրինակն է, երբ որ քաղաքացին խոսքի ազատության համար հայտնվում է ուրեմն աշխատանքից դուրս։ Ուրեմն երբ որ նախ սկսեցին բռնաճնշումներ իմ հանդեպ, սկսվեց լարվածություն, Ռուբեն Գրիգորյանը սկսեց պարբերաբար ինձ ճնշել, նախ ընդդիմադիր հայացքներից համար իմ աշխատանքային դրույքը չէին, մեկ դրույքը չէին ապահովում, այսինքն ես պետք է հերթապահի 8 հերթապահություն, ես հերթապահում եմ արհեստական լարվածություն մտցնելով 6 հերթապահություն, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեի, ես պետք է ստանայի պարգևավճար, սակայն դրանից էլի ձրկեցին Բայց ամենևին ես ամեն ինչի դիմացա, հասավ արդեն պիկին, այս ամեն ինչը, երբ որ մի գեղեցիկ օր սկսեցին արդեն իմ դեմ ծրագրավորված գործողություններ, ավագ բուժքույր, ենթակայանի վարիչ եւ տնօրինություն։ Լիաննա Գրիգորյանը, ով ներկայումս զբաղեցնում է ավագ բուժքրոջ, ուրեմն հաստիքը, ես աշխատել եմ 4-րդ ենթակայանի բուժակ։ Նախ անընդհատ Վախի մթնոլորտ տարածելով ես հիմա մի ձայնագրություն կհրապարակեմ, որտեղ աշխատակցուհին ասում է, որ ինձ հեռացնելուց հետո Լիաննա Գրիգորյանը ենթակայանում հայտարարում է, որ բացի ինձանից մի բուժքույր էլ կա Մարգարիտան Իսրայելյան, ում հեռացրել են աշխատանքից։ Ինչ պատճառով։ Այելի ես սենց ընդդիմադիր հայացքներ ունենալու կապակցությամբ հեռացվեց աշխատանքից։ Ծանոթագիր դուք ստացել եք դրա համար։ Տեսեք, ես ստացել եմ միակողմանի ա եղել այս պայմանագիրը, երբ որ եղել է։ Նախ իրենք այնքան մթնոլորտը սրեցին, իսկ գիտեք, բուժաշխատողի համար հերթապահությունով անել է ծանր աշխատանքը կատարելը, շատ պատասխանատու գործ է։ Նախ իրենք լարվածություն եւ արդեն երբ որ պիկին եկավ հասավ, սկսեցին իմ գլխին գործեր բացել, ներարկիչները, որտեղ որ պետք է բժշկական այդ պարագաները, որտեղ որ պետք է լիներ, այդ օրը, երբ որ ես հերթապահությունս հանձնում եմ, լավ շեշտադրում եմ, որ ընդդիմադիր հայացքների հետ ասա կապված, այդ օրը, որ ես հերթապահությունս պետք է հանձնեմ եւ տուն գնամ, խոսքը այս տարվա փետրվարի 20-ի առավոտվա մասին է, հա։
ամեն ինչ համալրված, անգամ մենք բուժքույր կար կողքս Դավթյան Թամարան, ով ներկա է լինում, որ ես հավուր պատշաճի համալրել եմ այդ բժշկական դեղորայքը, արկղիկը, երբ որ ես իմ գործերով արդեն հանձնում եմ, դուրս եմ գալիս ենթակայանից, ավակ բուժքույրը կես ժամ հետո զանգահարում եմ ձեռքին, շատ գրեհիկ լեքսիկոնով, Լիաննա Գրիգորյանը, կոպիտ, մուննաթով, ինձանից ինչ-որ բաներ է պահանջում, բժշկական ինչ-որ պարագաներ, ինչը ես իր ներկայությամբ եմ համալրել իմ գրած դեղորայքի ցուցակով հստակ։ Թամարա Դավթյանը բազմիցս այդ նույն աշխատակցուհին ում ձայնագրությունը ես կհրապարակեմ հիմա շուտով ինքը ասել է որ ախր սա այս տղան հավուր պատշաճի լիցքավորել էր արկղիկը ինչու՞ն է խնդիրը որ այս մարդու հետ արհեստական լարվածություն ստեղծեցին ու երբ որ արդեն հասավ պիկին էս ամենը ես բացատրություն գրեցի տնօրինությանը հիմա ընթերցեմ գրեցի այդ բացատրությունը որ Այսինչ հանգամանքներից ելնելով մեկ րոպե, ուրեմն ես Գոռ Համլետի Ավրցյանից աշխատում եմ թիվ 4 ենթակայանում շտաբ բուժօգնության որպես հերթապահ բուժակ։ Տեղեկացնում եմ, որ ենթակայանի ավագ բուժքույր Լիաննա Գրիգորյանի կողմից շարունակաբար ենթարկվել եմ հոգեբանական ճնշումների եւ անհարկի նկատողությունների։ Վերջին շրջանում նրա կողմից պարբերաբար կատարվել են Ուրեմն աշխատանքային կոնֆլիկտներ ստեղծվել է արհեստական լարված մթնոլորտ, որը բացասաբար է անդրադառնում ինչպես իմ աշխատանքային գործունեության, այնպես էլ իմ հոգեբանական վիճակի վրա։ Վերոնշյալ հանգամանքների պատճառով 2026 թվականի փետրվարի 24-ին եւ փետրվարի 28-ին չեմ ներկայացել հերթապահության, քանի որ արկա լարված իրավիճակը խոչընդոտում էր բնականon աշխատանքային գործընթացին եւ կարող էր հանգեցնել կրկին կոնֆլիկտային իրավիճակի։ Խնդրում եմ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ ապահովել աշխատանքային առողջ միջավայր եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Երբ որ ես այս բացատրագիրը գրում եմ Ռուբեն Գրիգորյանին, նախկին շտաբ բուժօգնության տնօրենին, նա իմ գրած բացատրությունը որակում է որպես ոչ հիմնավոր, նա որևիցե ընթացք չի տալիս, նախ նշեմ ձեզ, որ ինձանից ավել հերթապահություն գալու համար, այսինքն 6 հերթապահությունից ավել գալու համար 20,000 դրամ Լիաննա Գրիգորյանը կաշառք է ուզել, հա, եւ քանի որ չեմ տվել, որևիցե կոռուպցիոն բնույթի գործողությունների չեմ մասնակցել եւ զուգահեռ ընդդիմադիր հայացքներ ցուցաբերել, դիրքորոշում ցուցաբերելու համար, արդեն դա էլ նպաստել է, որ ինձ աշխատանքից հեռացնեն, բայց ես եթե ու եւ նշեմ օրեր առաջ կներեք ես իմ մոր եւ իրավաբանների հետ գնացել եմ շտաբ բուժօգնություն ՓԲ արդեն նոր տնօրենի նախկին բուժգծով փոխ տնօրեն Հարություն Ռոմիկի Հարությունյանի մոտ խնդրել որ Արցախից տեղահանված անձնավորություն եմ այս պահին իմ խնամքի տակ գտնվում է անչափահաս քույր մայրս հիվանդ առողջական խնդիրներ ունի եկեք մարդկային ֆակտորով վերականգնվենք ես նոր պայմանագիր կնքվի այնուամենայնիվ ես ուրիշ ենթակայան ցանկացած իմ աշխատանքը կատարեմ։ Երբ որ մենք այդ հարցով իր մոտ մոտենում ենք, նախ ներկայիս տնօրենը իր աշխատասենյակում իմ մորը ստիպում է, որ Նիկոլ Վարչապետ, հա, երբ որ Նիկոլ Փաշինյանի անունն է գրվում, ասվում խոսքի ընթացքում, ստիպում է, որ մայրս ասի Նիկոլ Վարչապետ։ Քանի որ մենք ընդդիմանում ենք ի սկզբանե դա հակաիրավական դա իմաստատ իրավունքն է ես կուզեմ Նիկոլ Դավաճան կասեմ կուզեմ Նիկոլ չգիտեմ Վարչապետ քանի որ մայրս չասեց Նիկոլ Վարչապետ նա Հարություն Հարությունյանը շատ նախ հաշվի չառավ իմ իրավաբանի ներկայությունը վեր կացավ տեղից դուռը բացեց եւ մեզ գրեհիկ ձևով դուրս է հրավիրում իր աշխատասենյակից Սակայն ամեն դեպքում սա այն փաստերն են, որ ես ինքս ընդդիմադիր հայացքի համար կորցրել եմ իմ աշխատանքը եւ ուրեմն այս ամեն ինչը երբ որ արդեն եկավ այսպես իր պիկին հասավ Ես այն ժամանակ աջակցում էի մեր ձևով շարժմանը, երբ որ նոր էր շարժումը, հա, թափ հավաքում, սրբազան պայքարից հետո երբ որ տեսա արդեն չկա որևիցե գետնի վրա գործընթաց, սկսեցի աջակցել մեր ձևով շարժմանը, ներկայիս ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Այդ ժամանակ ինձ
ենթակայանի վարիչ Նունե Հայրապետյանը կանչում է իր աշխատասենյակ եւ նույն խոսքը, ինչ որ տնօրենն է ժամանակին կրկնել իր Ռուբեն Գրիգորյանի իր աշխատասենյակում, Նունե Հայրապետյանն է ասել, ես եթե հարկ համարեմ, ես քեզ կստիպեմ, որ դու ասես Նիկոլ Փաշինյան վարչապետ, ես նրան հակադարձեցի, որ ես ինքս Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ դժվար քաղաքացի եմ եւ աշխատանքի ժամին երբեք չենք քաղաքականացնում։ Այդ տեսեք, ես իրենց ասեցի, որ դուք քաղաքականացնում եք, հետո մանևրում եք ու ասում եք քաղաքականությունով այդ անձնավորությունը զբաղվում։ Ուրեմն ես դուք նորից հարցնեմ էլի, դուք աշխատանքային ժամի, ձեր հերթապահության ժամին մասնակցել եք որևէ ակցիաների։ Ոչ, իմ աշխատանքի ժամին ես կատարել եմ իմ աշխատանքը, նախ ձեր ուղղած հարցի վերաբերյալ, հա, երբ որ իրավաբանս հարց է տալիս օրեր առաջ ներկա տնօրենին Հարություն, ասում է դու գոռից դժգոհություն ունեք, չէ, գոռը հիվանդաց սպանել ոչ։ Գոռը որևիցե մասնագիտական պարտականություններում թերացել է ոչ։ Բայց այդ դեպքում ինչու՞մն է պատճառը, որ տնօրենը չի ուզում ինձ հետ ընդունի, այսինքն ես հասկանում եմ ինչու՞մն է պատճառը, ես քաջ գիտակցում եմ, որ եւ չեմ մասնակցում կոռուպցիոն բնույթի գործողություններին եւ ինքս ընդդիմադիր հայացքներով քաղաքացի եմ, դրա համար ինձ չեն ընդունում, որովհետեւ ինձ ընդունելով կբացահայտվի իրենց ամեն ապօրինի գործողություն։ Դուք նշեցիք, որ ավել հերթապահություն իրականացնելու համար Լիանա Գրիգորյանը, ով ձեր վերադասներից է հանդիսանում, պահանջել է, որպեսզի 20,000 իրեն փոխանցեք։ Նման դեպք այլ բուժակների հետ եղել է։ Այո, նման դեպք համակարգված բնույթի այնտեղ փաստեր ունեք դուք։ Փաստերը իմ իրավաբան այսպես քրեական վարույթ կա նախաձեռնված պարոն Վահան Հովհաննիսյանն է, հա, իմ իրավաբանը, այս պահին քրեական վարույթ է նախաձեռնված հենց այդ կապակցությամբ ու հենց հիմքը տեսել են, հա, ձայնագրություններով այդ ամեն փաստերով, քանի որ ես տեսա, որ որևիցե կերպ չեմ կարողանալու իմ անմեղությունն ու արդարությունը ապացուցեմ, ես փորձեցի այսպես, հա, այդ գործողություններով ապացուցել, որ կա նման բնույթի գործողություն, կոռուպցիոն եւ այդ քրեական գործը հարուցված է, երբ որ հենց կապ հաստատվեց կարծեմ ձեր խմբակցությունից Ռուբեն Գրիգորյանի հետ, Ռուբեն Գրիգորյանը հերքեց, բացարձակապես հրաժարվեց, նախ մեզ անգամ խեղկատակներ անվանեց, վիրավորելով, հա, զրպարտելով, բայց սա խեղկատակություն չի, երբ որ դուք իրեն հարցնում եք, ասում եք աշխատակիցը ձեր լուծարած փաստաթուղթն է, հա, որ աշխատակից եկել է փոխարեն դուք քայլեր ձեռնարկեք, հաղորդում ներկայացնեք հանցագործության մասին, մենք փոխարեն մի բան էլ աշխատակցին աշխատանքից հեռացնում եք։ Տեսեք, սա իր ստորագրությունն է, սա էլ կնիքն է, որ ինքն է դրել եւ ինքը ասում է ես չեմ հեռացրել որևիցե մեկին աշխատանքից, բաց սա ինչ փաստաթուղթ է։ Եվ վերջում կխնդրեմ ասեք, թե աշխատանքից ազատման պատճառը, հիմնավորումները որոնք են եղել ըստ պայմանագրի, ըստ լուծարված պայմանագրի։ Տեսեք, հիմնավորումը նա է եղել, որ ես 2 աշխատանքային օր, իսկ ես կարդացի ինչի համար չեմ ներկայացել, դե չեմ ներկայացել աշխատանքի, իրենք հիմնավորումը այդպես են գտել, որտեղ շատ ուղիղ իրենք չեն կարողանում, հա, ասել, որ ընդդիմադիր հայացքների այնուամենայնիվ այդ կապակցությամբ հեռացվել, եւ ես կուզեմ վերջում այդ ձայնագրությունը, հա, հրապարակեմ, որ միայն 2 օր չներկայանալու համար ձեզ ազատել են այո, միայն աշխատանքային պայմանագրի խզումը դրա հետ է պայմանավորված։ Այո, հենց աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծարում, անգամ իմ շտաբ բուժօգնության համազգեստը մինչև հիմա տունն է, ու իրենք չեն զանգահարում ինձ ասեն բեր հանձի, որովհետև ապօրինի ա եղել այդ գործողությունը, հիմա Շատ լավ, ձեր ձայնագրությունն էլ հրապարակեմ։ Այո, հենց հիմա հրապարակեմ, որպեսզի ավելի ցցուն սա օրինակ է, որտեղ աշխատակցուհին խոսում է, որ ավագ բուժքույր Լիանա Գրիգորյանն ասում է Մարգարիտային հանել եմ, գորին հանել եմ, հերթը ուրեմն Ղազարյան Աննայինն է։ Տեսակ, սա, այսինքն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում աշխատավայրերում կարող են ուղղակի տանը նստած մենք իմանանք, որ աշխատանք չունենք ընդդիմադիր հայացքների համար։ Սա Դավթյան Թամարան է, ում
պրեմիան իրեն էլ են կտրել պարգևավճարը, մի շարք այլ անձանց, որոնց ես ապացույցներն ունեմ, որ չեն ստացել, նրանք էլ պարգևավճարը չեն ստացել ու հենց խնդիրը համակարգային է։ Ձայնագրությունը ձեզ որտեղից։ Ձայնագրությունը ես ինքս եմ այդ ուղղությամբ գնացել, որովհետև այլ կերպ հնարավոր չէր ապացուցել իմ անմեղությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։